Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, Ռուբեն Մեհրաբյան Talks YouTube-յան ալիքում հերթական հարցազրույցն է, այսօրվա իմ հյուրն է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, սա իր առաջին հարցազրույցն է, ինքը մեծ սիրով ընդունեց իմ հրավերը, ինչի համար շատ շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան, բարով եք եկել, ողջունում եմ ձեզ։ Ողջույն պարոն Մեհրաբյան, սիրով ողջունում եմ ձեր լսարանին եւ հուսով եմ, որ այս հարթակում բազմաթիվ հանրությանը ուզող հարցեր կբարձրաձայնվեն, կծառայի Հայաստանի Հանրապետության բարօրությանը, Հայաստանի Հանրապետության ապագային, մի խոսքով ես ողջունում եմ ձեր լսարանին եւ հուսով եմ այդ լսարանը ձնագնդի էֆեկտով գնալով ավելի կմեծանա եւ շատ կարեւոր հարցեր այստեղ կշոշափվեն այս հարթակում։ Եվ ուրեմն, պարոն Մկրտչյան, իդեպ Հայաստանի Հանրապետության բարօրությանն անդրադառնանք, մենք տեսնում ենք, որ այդ բարօրությունը թիրախավորված է մեր դարավոր բարեկամի կողմից, եւ ռազմավարական դաշնակցի, ես սա ասում եմ դե յուրե բաներ։ Եվ ուզեք հեգնանքը ընդունեք, կուզեք չտենալու տվեք, բայց դա, ինչպես ասում եմ, բժշկական եւ իրավաբանական փաստ է, Հիմա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ռուսաստանը չի շնորհավորում Հայաստանին ընտրությունների հետ կապված, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, իսկ 22 թվականի սեպտեմբերից էլ մեր սահմանները չի ճանաչում, հիմա էլ որոշել է պարզապես կրակել մեր տնտեսության վրա։ Այդ ամենը մի կողմ դնելով, ոնց որ ասում են, այդ ամբողջ այդ դառնությունը մի կողմ դնելով, Հայաստանի վարչապետը նախաձեռնում է հեռախոսազանգ։ Ճիշտ ասած, գուցե հանգամանքներ կան, որին մենակ ինքն է տեղյակ, բայց իմ տպավորությամբ սա դարձավ մի անիմաստ զանգ, որովհետև դա որևէ ձևով չազդեց Ռուսաստանի դիրքորոշման վրա, եթե նպատակը դա էր։ Դե իսկ եթե ոչ, ապա տրամաբանականն այն է, որ տեղի ունեցավ դիրքորոշումների եւս մեկ ֆիքսում, որից հետո Հայաստանը պետք է որ իրեն ազատ համարի ցանկացած գործողության, որը արդեն կբխի իր շահերից, արդեն այս ֆիքսված, ինչպես ասացինք, իրողությունների պայմաններում։ Ես երրորդ բացատրություն այս խոսակցության, ասենք, փորձում եմ գտնել, ման եմ գալիս չեմ գտնում։ Հորիզոնական, այո, այդպես, շնորհակալ։ Համեցեք, պարոն Մկրտչյան, դուք ինչ դիտարկումներ ունեք այս հեռախոսազանգի հետ կապված եւ ինչ անելիքներ եք առաջիկայում ըստ այդմ տեսնում։ Համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն Մեհրաբյան, իրականում ես ձեզ հետ պետք է համաձայնվեմ եւ երկրորդեմ ձեզ, այո, Հայաստանի Հանրապետության առհասարակ գոյությունը որպես այդպեսին, որպես անկախ պետություն, անկախ միավոր, Ռուսաստանի Դաշնության կողմից դե յուրե մեր դաշնակցի կողմից, իսկ դե ֆակտո իրականում Հայաստանի Հանրապետության թշնամիներին Հայաստանի Հանրապետության դեմ այսպես լարող, անընդհատ հակամարտության օրակարգի վրա սեփական օրակարգը կառուցող մի դաշնակցի հետ գործ ունենք, որը այլևս թիրախավորել է արդեն Հայաստանի Հանրապետության տնտեսությունը։ Բայց ես ձեր թույլտվությամբ մի փոքր ետ կգնամ եւ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին միջև անդրադառնալը կանդրադառնամ Փաշինյան-Պուտին հայտնի երկխոսությանը վերջին հանդիպման իրենց ընթացքում, որտեղ Պուտինը գրպանային իր տեխնատուների համար այսպես մաչոյի կարգավիճակում էր իրեն զգում եւ փորձում էր Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում իր գրպանային տեխնատուների համար տեղ արդել եւ տեղ բացել, բացազատել, որպեսզի նրանք կարողանան առնվազն ընտրություններում առաջադրվել եւ տեխնատու լինել։ Հիմա ունենք մի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Պուտինյան այդ պահանջին ընդառաջ են գնացել եւ Պուտինի գրպանային մի քանի տեխնատուների, ուժերի այսպես ասած, քաղաքական
իսկ իրականում դրանք քաղաքական ուժեր չեն, այլ առևտրային կազմակերպություններ, իմ խորին համոզմամբ, թույլ տրվեց, որպեսզի մասնակցեն ընտրություններին։ Ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ձայն տվեց օրվա իշխանությանը, մի առանձին ճնշող մեծամասնություն էլ օգտվեց օրվա իշխանությունների թուլությունից, ես կասեի, կամ կամքի բացակայությունից, կտրելու ընտրակաշառատուների ձեռքը, օգտվեցին այդ իրավիճակից, մեկնված ընտրակաշառքի այդ ձեռքը սեղմեցին եւ ընտրակաշառքի արդյունքում, ընտրական տուրիստների գործադրման միջոցով ընտրությունների արդյունքում շոշափելի արդյունքներ գրանցեցին եւ հիմա կարող ենք արձանագրել, որ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության խորհրդարանում ունի երկու ընդդիմադիր խմբակցություն։ Սա փաստ է, սրա հետ վիճել չի կարելի։ Հիմա վերադառնալով Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, ես այդ հեռախոսազրույցը այլ կերպ կպատկերացնեի։ Եթե Փաշինյանն ընդառաջ է գնացել Պուտինին, իսկ իրականում ընդառաջ է գնացել Պուտինին եւ սեղմել այդ ձեռքը եւ թույլ է տվել Պուտինի գրպանային տեխնատուներին փողի գործադրմամբ ընդཐུպ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կապիտալի տեր դառնալ եւ խորհրդարանում ընդդիմադիր ֆրակցիաներ ունենալ։ Եվ դրանից հետո Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը շարունակում է թշնամական լինել Հայաստանի Հանրապետության հետ, ասեմ ավելին, հիմա Վլադիմիր Պուտինը եւ Ռուսաստանի Դաշնությունը շատ բաց են խաղում։ Պեսկովը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է տեղի ունենա հանրաքվե, ըստ երևույթին Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի առարկա է նաև դա դարձել, եւ տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նրանց գրպանային տեխնատուները, Կիրիենկոյի հաճախորդները այդ օրակարգը սկսում է սպասարկել եւ բացառված չի, որ խորհրդարանի առաջին իսկ նստաշրջանում, առաջին իսկ նիստերի ընթացքում այդ հարցը դառնա միս ու արյուն ստանա։ Հիմա հարց օրվա իշխանություններին, այդ օրակարգը ի վերջո Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի օրակարգը հայկական կողմը պատրաստ է գաղտնազերծել եւ հայ հանրությանը ներկայացնել, թե ինչու՞մ է եղել քննարկման առարկան, ի՞նչն է եղել։ Այ օրինակ ես պատկերացնում եմ, որ պետք է Փաշինյանը Պուտինին ասեր, որ այնինչ խոսք է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին քարոզարշավի ընթացքում, իսկ ես ուզում եմ հիշեցնել, թե ինչ է խոսք տվել Նիկոլ Փաշինյանը մեզ, խոսք է տվել, որ պետք է չոքացնի Կալուգացի օլիգարխին, պետք է չոքացնի Բելարուսամետ օլիգարխին, Բելարուսամետի դեպքում դա տեսնում ենք, որ մի սուարուն է ստանում եւ գետնի վրա իրավիճակը փոխվում, այստեղ հանուն արդարության սարձանագրենք, պետք է չոքացնի Ռոբին կամ Քոչարյանին, կամ ինչպես Քոչարյանն էր այդ հայտնի լեքսիկոնը բերել, այն համբալին, եւ իհարկե ոտերի տակ ընկնող Սերժին։ Հիմա հատկապես Ռուսաստանի Դաշնության, հատկապես մեր տիտղոսային ընդդիմության տիրոջ նմանատիպ պահվածքից հետո առավել քան Փաշինյանի օրակարգը պետքա դա լինի։ Օր առաջ գլխատել պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներին, սա քաղաքական իմաստով եմ ասում, հատուկ մեր իրավապահների եւ նրանց գրպանային իրավաբանների համար ընդգծեմ, քաղաքական իմաստով եմ ասում, պետք է գլխատվի պատերազմի եռագլուխ կուսակցությունը եւ Հայաստանի Հանրապետությունը իր կենսական շահերը սպասարկելով առաջ գնա։ Ո՞րն է կենսական շահերի սպասարկումը եւ դա մի քանի մասի կարող ենք, օրինակ սահմանադրության փոփոխության հարցը, սա հարց է թե հարց չի։ Լավ, ներողություն, այդ հարցը պարոն Մերաբյան, ոչ ես եմ բերել օրակարգ, ոչ դուք եք բերել օրակարգ, ոչ էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են կրակն ընկել, որ այդ հարցն եկել ու մեր առաջ մեր դուռը չփոքել է, բայց դա հարց է, դա խնդրեմ է, դա խնդիր է, որի լուծման հետևից մենք պետք է գնանք։ Հնարավոր է քաղաքական այսպիսի կոնֆիգուրացիայի պայմաններում, երբ որ քունքիդ ատրճանակը դրած Ռուսաստանի Դաշնության նախագահը տնտեսական սանկցիաներով է քեզ սպառնում, ներսում այդ քունքի ատրճանակը դրած դոլարային միլիարդատերերն են քեզ սպառնում, իրենց դոլարներն են հանել շաբաշ բաժանում ու կոդեմ օգտագործում։ Հնարավոր է այս պայմաններում այդ փոփոխություններին գնալ, հնարավոր է այս պայմաններում առհասարակ աշխատել, հնարավոր է աշխատել Հայաստանի Հանրապետության խորհրդարանում Պուտինի դեսպանների հետ։ Այլ հարց է, երբ որ դուք աշխատում եք Կոպիրկինի հետ ուղիղ որպես հավատարմագրված դեսպան, բայց բոլորովին այլ իրավիճակ է, երբ որ դուք Հայաստանի Հանրապետության խորհրդարանում հանդիպում եք փողի քսակով խորհրդարանում падգամավորի մանդատ գնաց շրջանակի հետ։ Ու հատուկ ուզում եմ ընդգծել,
հատուկ պետք է ընդգծեմ, հատկապես այդ արտաքին ուժերի ներգրավվածության համատեքստում, հատկապես Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի համատեքստում, գյուղմթերք արտադրող եւ այդ խնդիրների առաջ բախվող քաղաքացիների խնդիրի իմ առաջ ունենալով հատուկ ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրական պատկերացումները եւ չեն արտացոլում ամբողջությամբ խորհրդարանը չի արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքական այն դասավորվածությունը, որը որ կուզենար տեսնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Եկեք արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սա ցավով եմ արձանագրում, ամենայն անկեղծությամբ, որովհետեւ 2018 թվականի իրողությունները, փոփոխությունները, ոչ բռնի թավշա հեղափոխությունը սրա մասին չէր։ Մենք կարծես թե 2021 թվականի ընտրություններից հետո գոնե կարծես թե մենք շրջել էինք այդ էջը եւ Քոչարյանասերժական այդ փողի մեխանիզմով գործող ընտրական պրոցեսների էջը փակել ենք, բայց մենք բոլորովին այլ իրավիճակի հետ գործ ունենք։ Տիկնայք եւ պարոնայք, եկեք այդ իրականության հետ մենք առերեսվենք։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որ Քոչարյանասերժական կաշառատու ընտրական մեխանիզմը տյունինգի է վերածվել, տյունինգի է ենթարկվել եւ 10,000 դրամանոց միջին վիճակագրական ձայնավաճառը հիմա դարձել է թանկացել է, նրա գինը բարձրացել է 100-200,000 հագած շալվար տակը կեղտոտած, ամեն մեկի դեպքում իրեն հարմար մեթոդով փորձել են գնել։ Սա թող որևէ մեկը ջայլամի պես գլուխը չկոխի գետնի տակ ու ասի ես իրավիճակին չեմ տիրապետում, դա այդպես չի, դա տեղային է եղել։ Ոչ։ Ես էլ ասում եմ դա եղել է համակարգային, համատարած եւ իրավապահ համակարգը իր ուժերի գերագույն լարումով աշխատելով կատարել է այն ինչ որ հնարավոր է եղել։ Բայց սա եւ ի վերջո մեկ այլ հարցի անդրադառնանք, հա, դատական համակարգը։ Լավ, ընտրակաշառատուներից ենք խոսում, ասում են, որ խորհրդարանական ընդդիմությունը նոնսենս է, խորհրդարանական իշխանությունը, խորհրդարանական երկրի իշխանությունը, որը ոչ թե իշխանություն է իրեն փոխանցվել, այլ իշխանության է եղել 8 տարի շարունակ։ Խորհրդարանական իշխանությունը նոնսենս է, որ խոսում է, որ խորհրդարանական ընդդիմությունը լեգիտիմ չի, որովհետև ընտրակաշառքա բաժանվել։ Իսկ ինչ, իրենց կարծիքով, իշխանականների կարծիքով, այդ տեսակետը հնչեցնելով իրենք դառնում են լեգիտիմ, եթե Հայաստանի Հանրապետության խորհրդարանում կա գեթ մեկ պատգամավոր, որ փողով, կաշառքով ներթափանցել է այդ շենք, ողջ խորհրդարանի լեգիտիմությունն է կասկածի տակ դրվում։ Առավել եւս, երբ որ մի ամբողջ ընդդիմադիր խմբակցությունների մասին է խոսքը գնում։ Եվ այս համատեքստում Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, Պեսկովի կողմից փոխանցում տեղական Կիրենկոյի հաճախորդներին, այդ տեղական հաճախորդների կողմից խայծը կուլ տալ եւ այդ օրակարգը սպասարկել, ծնել, զարգացնել, սա ուր է տանում Հայաստանի Հանրապետությանը, մեզ բոլորիս ուր է տանում։ Գուցե օրվա իշխանությունը, ոչ թե գուցե վստահաբար օրվա իշխանության համար շատ հարմար է այդպիսի ինդիմություն ունենալը, շատ հարմար է օրինակ Նարեկ Կարապետյանի նման բոքսի տանձիկ ունենալը խորհրդարանում, շատ հարմար է օրինակ, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի որդու նման, այն փոքրիկ Լևոն Քոչարյանի նման բոքսի տանձիկ ունենալը խորհրդարանում, դա ակնհայտ է, հրաշալի ընդդիմություն է, փառահեղ ընդդիմություն է դա որպես այդպեսին եւ անընդհատ կարելի է այդ ընդդիմությանը քաղաքական իմաստով ծեծել եւ քացուտակ գցել խորհրդարանում, բայց դա Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու շահերից է բխում։ Արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2018 թվականին հեղափոխություն արեց, 2021 թվականին պողպատյա մանդատ տվեց, 2026 թվականին չոքացնելու հայտնի հայտարարությունների քողի տակ մանդատ տվեց, որ օրինակ Լևոն Քոչարյանը գա խորհրդարան եւ ներկայացնի, չգիտեմ ում շահերը, իսկ իրականում ակնհայտ է թե ում, Ռուսաստանի Դաշնության շահերը։ Պարոն Մկրտչյան, տեսեք, իշխանությունն արձանագրում է եւ դա փաստ է, որ քաղաքացիական պայմանագիրը 21 թվականի հետ համեմատած ստացել է ավելի շատ ձայներ։ Հետո ինչ։ Ներողություն։ Ես եմ ձեզ ասեմ ավելի, խորհրդարանական ընդդիմություն կոչվածը 5-րդ շարաշունն է։ Դա ճշմարտության մի մասն է, բայց մյուս մասը չեն նշում, որ
փաստորեն Ռուսաստանի շահերը սպասարկող ուժերը եւս ստացել են ավելի շատ ձայն, քան 21 թվականին։ Եվ դա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ այդ ուժերը թյուրիմացաբար դեռ համարվում են քաղաքական ուժեր եւ քաղաքական սուբյեկտներ եւ ընտրական քաղաքական process-ների մասնակիցներ։ Պարոն Մերաբյան, աքսիոմատիկ քաղաքագիտական աքսիոմատիկ ճշմարտությունն է, որ ընդդիմություն է նա, ով առաջինն է թիրախավորվում կամ ամենաշատն է թիրախավորվում իշխանության կողմից։ Հանուն արդարության եկեք դա էլ ասենք, ու ես միշտ եմ ասել։ Ու իմ ձևակերպումը հենց կենտրոնացել է Սամվել Կարապետյանի եղբոր որդու վրա։ Միշտ ասել եմ, դե Սամվել Կարապետյանը իրականում քաղաքական միտք չի արտահայտել, որպեսզի նրան արձագանքի, այդտեղ հասկանալի է, նրա մտքերը վերծանել, դա էլ առանձին մասնագիտություն եւ առանձին ճյուղապետ, որպեսզի նախ մտքերը վերծանենք, փորձենք հասկանանք այդտեղ քաղաքական ինչ կա, նոր այդ ռակուրսից դիտարկենք, բայց օրինակ Նարեկ Կարապետյանը, որ այսպես քիչ թե շատ իրենց ընտանիքում լավ հայերեն խոսող Նարեկ Կարապետյանը, որ անընդհատ մտքերը արտահայտում, տպավորությունն է, որ օրվա իշխանությունը միայն Նարեկ Կարապետյանին է նկատում։ Ես միշտ ասում եմ, ինչի՞ էս երկրում միակ խոսացող գլուխը Նարեկ Կարապետյանն է, այլ մարդիկ չկան, որ խոսում են, այլ գործիչներ չկան, որ քննադատում են։ Ես օրինակ օրվա իշխանությանը շատ եմ քննադատում։ Շատ։ Իրենց վարած ներքին, ինչու ոչ նաև տեղ-տեղ նաև արտաքին քաղաքականության համար։ Բայց տեսել եք օրերից մի օր, օրինակ, падգամավորի օգնականներից մեկը դուրս գա, ասի դե կներեք, էլի հանրային գործիչ եք, միտք եք արտահայտում, որը լայն զանգվածների մոտ լսելի է, առնվազն մի քանի տասնյակ հազար քաղաքացի լսում է, մի քանի հազար քաղաքացի կիսում է, լայքում է, հավանում է, մեկնաբանությունների դաշտում սատարում է, բայց ներողություն, այստեղ դուք սխալ եք եւ եկեք բանավիճենք, քաղաքակիրթ բանավիճենք, ոչ թե գողփիշսո, քաչալշուն, չգիտեմ, հանցագործ, թալանչի, հողատու, այդ դաշտում չէ։ Իրական քաղաքական բանավեճ ունենանք, տեսել եք, չեք տեսել։ Ինչու՞, որովհետեւ որվա իշխանությունը իրան ընդդիմություն է ուզում տեսնել կամ ուզեցել է տեսնել Սամվել Կարապետյանի եւ սա թող որևէ մեկը հակառակում մի շամոզ, եթե հակառակն են ուզում համոզեն, մարտահրավեր եմ նետում, հրապարակային բոլոր հնարավոր ու անհնար հարթակներով մեկ ամիս շարունակել պատրաստ եմ ներողություն խնդրել այս իմ մեղադրանքի համար։ Եթե այդպես չի, թող հակառակն ապացուցեն, ինչպես առաջնորդի խոսքերին, հորդորներին տրված խոստումներին ականջալուր լինելով, չոքացնելով պատերազմի եռագլուխ կուսակցությանը եւ նոր ընտրությունների տանելով։ Հակառակ պարագայում ոչ լեգիտիմների հետ աշխատանքը կամ անգամ ոչ լեգիտիմների հետ լեգիտիմ տուր ու դմփոցը ազգային ժողովի, դա ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ոչինչ չի տալիս։ Ոչինչ չի տալիս։ Ասեմ ավելին, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների նման իմ ներվերի վրա ազդում է դա։ Բարի բուն իմաստով իմ ներվերի վրա դա ազդում է։ Ու ես չեմ ուզում մեր խորհրդարանում այդ գողփիսո քաչալշուն հայտնի երկխոսությունն ու տուր ու դմփոցը եւս 5 տարի շարունակ տեսնել։ Գուցե հարմար է, 64 մանդատ է, ինչ ա ունեն, մեծամասնությունը լավից վատից կա։ Գուցե հարմարված են, որ 2021-ից ավելի մի քիչ ավելի շատ ձայն են ստացել։ Գուցե ընդունում են, որ խորհրդարանական ընդդիմությունը կամ կալուգացի օլիգարխը մի փոքր էլ ավել է ստացել, հավաքական ընդդիմությունն էլ ավել ստացել, կհարմարվեն ու այսպես կաշխատեն, բայց այս հարմարվողական գործելավոճը մի օր պայթելու է։ Մի օր պայթելու է, որովհետև արտաքին շահառուներ ունի, արտաքին շահառուների ձեռքին խամաճիկի պես գործող շրջանակներ կան արդեն դե յուրե ինստիտուտի մեջ ներթափանցած։ Եթե եկեք էլի մի բան հիշենք վարչապետ Փաշինյանից քարոզարշավի շրջանից, հա, ես քարոզարշավի ժամանակ կամավոր միացել եմ քարոզչական խմբին, հատկապես այնտեղ որ ինքն է եղել, ես այնտեղ եղել եմ, շատ ուշադիր լսել եմ, հիշում եմ եւ պատրաստ եմ հիշեցնել նրա յուրաքանչյուր խոստումը իրեն։ Ինչ էր ասում։ Ասում էր ըստ երևույթին սիրելի բառացի եմ ցիտում, չեմ կարող ասել տեղը, բազմաթիվ տեղերում այդ հայտարարությունները եղել։ Ասում էր ըստ երևույթին սիրելի հայրենակիցներ, պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում գործակալական ցանց է եւ գործակալական գործունեություն է կատարում։
Հիմա հարց, հարգելի պարոն վարչապետ, հարգելի քաղաքացիական պայմանագրի անդամներ, ընկերներ եւ ոչ ընկերներ, ծանոթներ եւ ոչ ծանոթներ, բացատրեք մեզ, ինձ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացուս եւ մյուսներին, այդ գործակալները հիմա էլ պետք է ազգային ժողովում ներթափանցած, որը գողտու թաքուն հնարավոր ճանապարհով, որն էլ այսպես բաց եւ բացահայտ պետքա պետական գաղտնիք ու պետական ինֆորմացիայի տիրապետի ու այդ ինֆորմացիան գործի դնի Հայաստանի Հանրապետության դեմ, դուք գիշեք թե մեզ եք գժի տեղ դրել ներեգություն էլի, հազար ներեգություն, այսինքն գործակալները ներթափանցել են ազգային ժողով հիմա, ու մենք պետքա դրա հետ հաշտ լինենք, ու դուք էլ պետքա դրա հետ հաշտ լինեք, պետքա գնաք անընդհատ, չգիտեմ, սրա Եգյանին կամ նրա տաղուն կատասնեք գլխին քաղաքական առումով, ասեք դե գործ ենք անում, ու դա է պետականության մասին ձեր պատկերացումը, մեր պատկերացումը, այդպես ենք պատկերացնում, մի հատ Ծառուկյան Գագիկի կողքը մի հատ մեկը կար, երկրորդ համարը, պետական դավաճանության հոդվածով ըստ իրավապահների, որևէ մեկի անմեղության կանխավարկածնել չենք խախտում, իրավապահներին ենք ցիտում, ըստ իրավապահների պետական դավաճանության հոդվածով հիմա ծակում է։ Ինչ երաշխիք ունեք, որ այս կալուգացիները կամ չգիտեմ, այդ շրջանակներին սատարող մյուս շրջանակը այդ նույն գործունեությամբ չի զբաղվելու։ Ռոբերտ Քոչարյանի բանից չէր խմբակցությունից չէր Թևանյան Անդրանիկը։ Իհարկե, այդ խմբակցությունից էր։ Ըստ իրավապահների այդ շրջանում չի այդ ինֆորմացիայի արտահոսքը կազմակերպել $610,000 կաշառքի դիմաց կամ փողի դիմաց։ Այդպես է։ Հիմա ունեն երաշխիք, որ այս շրջանակները նույն գործելավոճով չեն աշխատելու։ Իսկ դրա համար ինչ ճանապարհ կար, շատ կոնկրետ ճանապարհ, մենք էլ ձեզ հետ միասին տարբեր հարթակներում, տարբեր առիթներով խոսել ենք եւ հորդորել ենք օրվա իշխանությանը գնալ այդ ճանապարհով։ Մոլդովայի օրինակով վերցնել ականջներից թղթով բռնել ու դուրս շպրտել քաղաքական դաշտից եւ թույլ չտալ զբաղվել քաղաքականությամբ։ Հակառակ պարագայում ներողություն, պարոն Մերաբյան, վաղը որ մի հատ շրջանակ հայտնաբերվի։ Ես չեմ խոսում, որևէ այդպիսի շրջանակի հայտնաբերման պարագայում պետք է այդ շրջանակը ոչնչացվի, իրավական առումով ոչնչացվի եւ մեկուսացվի, բայց եկեք պայմանական ընդունենք մի հատ այսպիսի իրավիճակ, որ պետությունը, իշխանությունը հաշտ է այս իրավիճակի հետ։ Պատկերացնենք մի իրավիճակ, որ վաղը մի հատ շրջանակ է դուրս գալիս եւ աջակցություն է խնդրում որևէ արտաքին խաղացողից, ով հետաքրքրված է Հայաստանի Հանրապետության կյանքով եւ Հայաստանի Հանրապետությունով առհասարակ։ Պահանջ են անսահմանակ փակ ֆինանսավորում կամ զարտուղի ճանապարհներով ստանան անսահմանակ փակ ֆինանսավորում կամ քեշով էլի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձենը առնեն ու մտնեն ազգային ժողով, իշխանություն կամ ընդդիմություն, դա էլ կապ չունի։ Սա նորմալ է։ Ծուր հայելիների թակավորությունում ենք մենք ապրում։ Այնպես որ ես նորից եմ ասում, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը, Փաշինյան-Պուտին, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ուղիղ փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքով եւ դրանք փոխկապակցված են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանում այս Պուտինի գրպանային տեխնացուները կան, որ օրը Հայաստանի Հանրապետության վարչապետը տրված խոստումը դրժի Պուտինի առաջ եւ ի վերջո քաղաքական դաշտից ականջներից թղթով բռնած իրավական ճանապարհով եւ հիմքերով դուրս շպրտի, քաղաքական դաշտն էլ առողջացնի։ Հավաստիացնում եմ ձեզ, մեր խնդիրները մի քանի անգամ կթեթևանան եւ այդ խնդիրների լուծման ճանապարհին մենք մի քանի անգամ ավելի քիչ ճանապարհ կանցնենք։ Շատ ավելի հեշտ կանցնենք այս ամեն ինչը։ Պարոն Մկրտչյան, եւ ամփոփելով հենց այդ ասպեկտը նայենք, մենք հստակ կոռելացիան տեսնում ենք, հա։ Գոնե ես դրա մասին մամուլի հետ իմ շփումներում բազմիցս խոսել եմ դրա մասին, որ Պուտինի եւ իր ենթակաների լեզվի երկարությունը ուղիղ կոռելացիայի մեջ է ռուսական ներկայության ծավալների հետ Հայաստանում եւ ռուսական այդ 5-րդ շարասյուն, 6-րդ պալատ, մոսկովսկի ցիրկ, հա, այդ կոնգլոմերատի, այսպես ասենք, տեսակարար կշռով Հայաստանի քաղաքականության մեջ։ Այդ երկու գործոնները որքան շատ, այնքան այնտեղ լեզուն երկար։
այնքան ավելի խոցելի ենք մենք դառնում եւ այնքան ավելի խոցելի են ոչ թե մենք որ ասում ենք հավաքական առումով նկատի ունենք մեր պետությունը, բայց նաեւ իրենք պետք է օրվա Չի իշխանությունը այնքան ավելի նշանակում դա, խոցելի է դա։ պարոն Մկրտչյան, իսկ դա չի նշանակում, տրամաբանական չի, որ լեզուն կարճացնելու անհրաժեշտության առաջ կանգնած լինելով պետք է առաջինը կրճատվի այդ ներկայությունը, իսկ այդ շոշափունքներն էլ ուղղակի կտրվի եւ Հայաստանն ըստ այդմ կձևավորի իր դիմակայունությունը նման ներգործությունների դեմ հանդիման լինելու։ Մանավանդ մենք հիշում ենք հենց ընտրությունների օրը գիշերը, երբ ավարտվեց 6 ժամ անց, երբ վարչապետ Փաշինյանը դուրս եկավ առաջին հրապարակային ելույթով, նա ձևաչափն այն չէր, որ պարտադիր էր դա հենց այդտեղ ասել, բայց նա հենց այդ առիթը օգտագործեց, ասելով, որ խորհրդարանի այդ ընդդիմադիր մասը լեգիտիմ չէ, ընտրակաշառք է բաժանվել, էլի խոսեց գործակալներից, խոսեց նրանց հանցավոր էությունից եւ ասաց հետեւյալը, որ Սամվել Կարապետյանը պետք է բանտ նստի, Ռոբերտ Քոչարյանը պետք է բանտ նստի, Գագիկ Ծառուկյանը պետք է բանտ նստի։ Ինքն է ասել, Բա ես հետո չեմ ասել, լավ ընդունենք, պարոն Մերաբյան, ընդունենք։ Դա էլ ինչ որ առումով իրականությունն է բացառությամբ այն համբալի։ Բացառությամբ այն համբալի մեծ մասով դա իրականությունն է։ Սամվել Կարապետյանը մանումենտում իր տունը տնային կալանքնակերում, լավ պայմաններում, խորոված քյաբաբով, բանով Zemlякները գնում գալիս են։ Շատ լավ է, հարմար է։ Okay, ընդունենք դա դատական համակարգի բացն է։ Գագիկ Ծառուկյանը հիմա իր խելքից իր պատիժնակերում, բայց ներողություն, իսկ մեկը պետք է մեզ պատասխանի, Սամվել Կարապետյանի ապա քաղաքական խմբակը, այդ փոքրիկ խմբակը, որ ներթափանցել է խորհրդարան, դա վերանալու է դրանով։ Կարող այդպես ստացվի, որ Սամվել Կարապետյանը 5 տարի շարունակ մանումենտի իր դղյակում կյանքը վայելի, Գագիկ Ծառուկյանը ճաղերի ետևում լինի, ինչ որ հրաշքով Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվի, կալանավորվի ու այդքանով հարցը փակվի։ Կամ նորից այդ 8 տարվա հայտնի իրավիճակի հետ բախվենք, որ դե դատական համակարգն է, այս քխ դատական համակարգն է, նախկինները, շերեփուկները, բայ որ ես ձեզ ասում էի, չէ, չի բավարարում, հերիք ու բոլ եղավ, չի բավարարում, ինձ, ես մարդ եմ, ով այս ընտրություններին էլ, պարոն Մերաբյան, ձեր ներկայությամբ եմ ասում, ունենալով շատ լավ կապեր, նաև քաղաքական անցած ճանապարհ միասին, ես այս ընտրություններին իրատեսական դիրքերից եմ հանդես եկել եւ պատերազմի եռագլուխ կուսակցությանը ի հակադրություն Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ միասին սատարել եմ այս իշխանությանը։ Բայց դա չի նշանակում, որ ես զաքս եմ ընկել այս իշխանության հետ կամ իրենց քվյարկող 720, 730, 750 հազար քաղաքացիներից մեկն ու մեկը տպավորություն ստեղծվի, որ զաքս անգե այս իշխանությանը։ Չկա այդպիսի բան։ Տվել ենք քվե, հիմա էլ իրավատեր քաղաքացի ենք եւ պահանջում ենք, որպեսզի աշխատեք։ Ինչի աշխատեք, որովհետև ես խոստում եմ լսել, մարդը ասել է, պետքա չոքացնեմ պատերազմի եռագլուխ կուսակցությանը ու ոտերի տակ ընկնող Սերժին։ Հատուկ ընդգծվել է։ Հիմա ինչի է ճանապարհով։ Ինչ։ Անեկդոտ հիշեցի, որ ասում են Բալիկ ջան, հայրիկդ աշխատում, ասում է, չէ, ասում է, բա ինչի սարքել չեք տալիս։ Հիմա ներողություն էլի, բայց պիտի լուծում ստանանք, թե չէ։ Ես լսել եմ այդ ու հատկապես խորհրդարանի այս կոնֆիգուրացիայից հետո, այս դասավորվածությունից հետո, երբ որ Պուտինը, ներողություն, երբ որ Պուտինը Փաշինյանի առաջ խնդրում էր, որ իր գրպանային տեխնացուները տեխնացու գոնե լինեն եւ գրանցվեն, գրանցվեցին։ Դրանից հետո նորմալ կլիներ, էլի նորմալ չէր լինի, բայց գոնե թե մի կերպ Հայաստանի Հանրապետության ժողովրդի գլխում կտեղավորվեր այդ միտքը, որ դե լավ, աղնատ կերել մատաղը ժողովրդի ասած, եկեք լավ,
կուլ գնանք։ Եթե օրինակ հայկական գյուղմթերքի առաջ այդ ճանապարհը չփակվեր, բայց մենք տեսնում ենք, չէ՞ որ այդ մարդը թշնամաբար է տրամադրված քո նկատմամբ, գյուղմթերքի ճանապարհը փակել է, իր ջեփի տեխնացուներին բերեխացկել է քո խորհրդարան, ատրճանակը քունքիդ պահել է ու անընդհատ ասում է դե քշի, դե գնա, կամ աճ կամ ձախ, կամ կգնաս կամ այսպես կլինի։ Եթե իրանց ձեռատալի այդ ահաբեկված կարգավիճակում գործելն ու աշխատելը, հանուն նրա, որ իրենք ունենան հարմար բոքսի տանձիկներ խորհրդարանում, մեզ դա ձեռ չի տալիս։ Բացարձակ ձեռ չի տալիս։ Ինձ բացարձակ դուր չի գալիս, որ Կալուգայում իր գործունեությունը ծավալած հարստացած ինչ-որ մեկը կարա 3-1 այսօր 2 ինչ-որ ապա քաղաքական խմբակ հավաքի, դեսից դենից, չգիտեմ որտեղից, բարի բուն իմաստով եմ ասում ապա քաղաքական, ցույց տվեք ընդ մի հատ քաղաքական դեմքի։ Խորհրդարանը քաղաքական թիվ 1 ամբիոնն է։ Եթե դե քաղաքական դեմքեր ու ֆիգուրներ չեն գնում, բա ինչ են անում։ Գնում են ֆիգուր ցույց տան։ Ես շրջանակը գնում եմ ֆիգուր ցույց տամ, եկել Պուտինի հետույքը քաղաքական պահի։ Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունքներ տա, գործեր սարքի, գործեր շինի, գործ տա, եթե կուզեք, գործ տալը շատ են սիրում։ Առավոտից իրիկուն FSB-ի պատվալում սրանք գործ են տալի մեր պետության դեմ։ Հիմա այս ոհմակի հետ իրենք պետքա գնան աշխատեն ու պետքա մենք էլ նախքին միամիտի նման կողքից նայենք, ասենք դե լեսերի կաները, բայ Փաշինյանը չլինի, այլ ընտրանքը Քոչարյան, վերջ, լիմիտը սպառված է, տիկնայք եւ պարոնայք, ականջներիդ օղարեք։ Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, ու ասում եմ մի մարդ, ելի եմ կրկնում, ով 8 տարի շարունակ լավին լավ, վատին վատ սկզբունքով այս իշխանության կողքն է եղել։ Լավին լավ, վատին վատ։ Ու ես նորից ասում եմ, ականջներիդ օղարեք։ Հակառակ պարագայում ամենամոտ սցենարը կարող եմ ընդգծել, բերել։ Հակառակ պարագայում ընդամենը 2 տարի հետո Երևան քաղաքի նմանատիպ կառավարման պարագայում, իսկ Երևան քաղաքի կառավարումը կոլապսի է ենթարկվել, այդտեղ կառավարման մասին խոսք չկա, այդտեղ ներողություն արտահայտությունս համար, բայց ժողովուրդը խոսք ունի, չէ՞, շունը տիրոջը չի ճանաչում, այդ հիմնարկում։ Եթե նմանատիպ կառավարումը շարունակվի, քաղաքական իշխանությունը շարունակի նմանատիպ ամբարտավան կարգավիճակ ու գործունեություն դատական համակարգի վերաբերյալ, իրավական համակարգի եւ երկրում շարունակի արդարության ու անարդարության մթնոլորտ է թևածել, հավաստիացնում եմ 2028 թվականին մայրաքաղաք Երևանը վերածվելու է Կալուգայի։ Ես սա սրտի ցավով, կսկիծով, մեծ ափսոսանքով եմ ասում, բայց ասում եմ, որ սթափվեն, ասում եմ, որ ի վերջո իրավիճակին բաց աչքերով նայեն։ Ու ես հավաստիացնում եմ ձեզ, քաղաքացիական պայմանագրում կան իրավիճակին բաց աչքերով նայողներ, ու ես հավաստիացնում եմ այդ բաց աչքերով նայողները վստահաբար ոչ միջին կուսակցական էշալոնում են գտնվում, ոչ էլ առավել եւս ստորին։ Շատ ավելի բարձր մակարդակով իրենք դա պատկերացնում են եւ հուսով եմ որ կամք կդրսեւորեն։ Կամքի բացակայությունն է, պարոն Մերաբյան, սա էլ ասեմ եւ ավարտեմ։ Եթե մարդիկ կհամոզեն ինձ, ձեզ եւ մյուսներին, որ հնարավոր չէր սա անել, որովհետեւ այսպես, որովհետեւ այնպես, ես էլ ասում եմ ոչ, չկա այդպիսի բան։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքի պարագայում եւ ցանկության պարագայում չլուծվող խնդրեմ այս երկրում չկա։ Հեքիաթ չպատմեք, չկա ուղակի։ Սահմանադրական դատարանի դատավորների փոփոխությունը ձեզ լավ վկայություն։ Հասկացանք, ընտրական տեխնոլոգիա էր, կիրառվեց, անցանք առաջ, բայց դա պետքա գետնի վրա արտացոլվի ու ես պահանջելու եմ։ Ես պահանջելու եմ եւ վերջին միտքն էլ ասեմ եւ դաշտում գործող առողջ շրջանակներին, անհատներին, գործիչներին, մարդկանց, ովքեր ունեն լսարան, մարդկանց ում սիրտես երկրի համար ցավում է, ես հորդորում եմ, որ խորհրդարանից դուրս, որովհետև մենք խորհրդարանում չունենք ընդդիմություն, խորհրդարանից դուրս ստեղծվի որևէ արտախորհրդարանական ազդեցիկ մարմին, ինչ ուզում եք անունը դրեք, միավոր կլինի, համախմբում կլինի, ընկերություն կլինի, ախպերություն կլինի, անունն ինչ ուզում ալնի։ Մի մարմին, որը խորհրդարանից դուրս իրավիճակի վրա ազդեցություն կունենա։ Հակառակ պարագայում այս մարդիկ սահուն քայլերով գնում են Հայաստանի Հանրապետությունը կամ Կալուգայի վերածելու կամ չգիտեմ Դոնբասի վերածելու։ Իսկ մենք հայրենիք չունենք այս Կիրենկոյի ծառաներին զիջելու։ Իհարկե թույլ չենք տա։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ ձեր այս առաջին
հարցազրույցի համար մեր ալիքում, Ռուբեն Մեհրաբյան Talks ալիքում, հուսով եմ մենք էլի կհանդիպենք եթերում, Սիրով։ ամենայն բարիք, մինչ նոր հանդիպում։